մարդիկ կան, որոնց համար քո խոսքը ասնավաննի չի։ Հասկանում եմ, ում վրա ես Նամիկը տանում։ Դո չէ, լավո ջան, Նամիկատ չեմ անում, լավ էլ պրիամոյ ասում եմ։ Հակոբ ջան, մատ անհամեստ հարց տամ, այսպես կուլտուրական որ խոսում ես, ես որտե՞ս ես սովորել, Եվրոպաներն Սոլգոլդա, Մոլգոլդա, տերանք ես սովորել։ Իհարկե ես Հայաստանում եմ սովորել, բայց Սորբոնում ես անցել եմ իմ բակալավրը։ Հա, Հակոբ ջան, այդ բակալավրային ճանաչումը մովշի ես, ստատոսել ուղարկամատես Սոլգոլում որ սովորել էլի ապեր։ Գորջան, ինչի կարիք ունես, ապեր։ Չէ, ձեզ, մերսի, ամեն ինչ նորմալ է։ Էս վեկան բալին լավ կնայես։ Ժամանակը չի կարոնատ մի կողմ դնես ու դառնաս սովորական կենսաթոշակառու։ Դու հիմա կատակ արեցիր, գեներալ։ Ասեմ, քո կատակը շատ անհաջող էր։ Լավրենտ, ես հիմա նման եմ մի մարդու, որ կատակ է անում։ Առաջարի, առավոտից քեզ եմ փնտրում, հեռախոսը տանջատված է, անհասանելի ես, ես 5 ժամը նախարարը քեզ է սպասում, այդ տղա, ես եմ քեզ սպասելու, թե դու ինձ։ Կներեք, պարոն նախարար, ուղղակի հանգստյան օր էր եւ ինձ ոչ ոք չէր զգուշացել։ Ոչինչ, Գորջան, կատակ եմ անում, առողջականդ ոնց է, տրամադրությունդ։ Շնորհակալ եմ, լավ։ Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է, բայց դեպքում ինչի դուրս չես գալիս աշխատանքի։ Կներեք, պարոն նախարար, բայց ես կադրերի տակ եմ։ Այլևս ոչ։ Գոր, ես ստորագրել եմ քո հրամանը, դու վերականգնված ես քո աշխատանքին, այնպես որ կարող ես անցնել քո աշխատանքի պարտականությունների կատարմանը։ Շնորհակալ եմ, պարոն նախարար։ Չեմ կասկածում, որ կարդարացնես։ Հա, իմիջիայլոց։ Կարող ես ընթացքում հանկարծ մտափոխվել ես ու ցանկություն ունես անցնելու քաղաքացիական աշխատանքի։ Պարոն նախարար, ըստ ավետարանի ինքնասպանությունը մահացու մեղք է։ Ոնց։ Ուզում ես ասել, Պարոն նախարար, ուզում եմ ասեմ, որ քրեական հետախուզությունը դա իմ համար աշխատանք չի, դա իմ կյանքն է։ Իսկ եթե մարդուց այս կամ այն կերպ վերցնում ես իր կյանքը, դա արդեն մարդ չի, դիակ է։ Մեկ անգամ եւս ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել։ Դուք վերադարձրիք ինձ իմ ապրելու իմաստը։ ես քեզ վստահում եմ, Գորջան, ու չեմ թաքցնում, որ հենվել եմ ու հենվելու եմ քո նման տղաների վրա։ Հասկանում ես, Գոր, համակարգը նման է մի շատ մեծ ու բարդ մեքենայի, որը բաղկացած է բազմաթիվ հանգույցներից, ու եթե հանգույցներից որևէ մեկը ինչ պատճառով շարքից դուրս է գալիս, խափանվում է այդ մեքենայի բնականon ընթացքը, ու քո եւ քո նման տղաների նվիրվածության, գիտելիքների, ինչու՞ չէ նաեւ անձնազոհության շնորհիվ է, որ այս բարդ մեքենան աշխատում է։ Ճիշտ է, ոչ միշտ արդյունավետ եւ անխափան, որովհետեւ այդ մեքենան բաղկացած է բազմաթիվ դետալներից։ Դրանք էլ իրենց հերթին բաղկացած են բազմաթիվ նյութերից եւ մետաղներից։ Սրանք էլ իրենց հերթին ունեն բազմապիսի բաղադրություն, այնպես որ հնարավոր չէ կառավարել այս մեխանիզմը, այս մեքենան առանց կամա թե ակամա սխալների։ Այնպես որ ոչ մեկին մի մեղադրվի կատարվածի մեջ, կյանքում ամեն ինչ պատահում է։ Կարևորը որ սխալը անուղելի չլինի։ Պարոն նախարար, թույլ կտաք։ Ամեն անգամ չի, որ ես հնարավորություն եմ ունենալու ձեզ հանդիպելու եւ զրուցելու։ Այդ իսկ պատճառով եւ իմ բնավորությունից ելնելով չեմ կարող ոչ լռել, ոչ ստել։ Կամ առիթը չօգտագործել ու համակարգում կուտակված դարդից չխոսել։ Ասա լսում եմ, Գոր, բայց հաշվի առ այն, ինչ հիմա դու ասելու ես, քեզ համար տեսանել է զուտային հարթությունից, որում դու գտնվում ես։ Իսկ համակարգը ինքնամեկուսացված ու պարփակված չէ, զուտ օպերատիվ,
եւ ծառայական խնդիրներ լուծելու հարցում։ Ես հասկանում եմ, պարոն նախարար։ Այնինչ ինձ համար տեսանելի է, հնարավոր է, որ ձեր համար երկրորդական լինի։ Բայց հասկացեք, ձեր բարձրունքից ներքևել շատ ու շատ մարդիկ կան իրենց դարդով ու ցավով, առօրյա խնդիրներով, ուրախությամբ եւ տխրությամբ։ Հավատացեք, պարոն նախարար, արդարության պայմաններում շատ հեշտ է տանել թե ծառայողական եւ թե կենցաղային խնդիրները։ Բայց երբ այդ ամենին գումարվում է անձնավորված, ոչ օբյեկտիվ, սուբյեկտիվ մոտեցումներ, նույնիսկ ամենագրագետ եւ տոկուն մարդկանց մոտ էլ առաջանում է խորը հիասթափություն։ Դու ճիշտ ես, Գոր։ Այդ ամենը տեղ ունի մեր իրականության մեջ։ Պետք է ապրել եւ աշխատել։ Ինձ պարոն Կարապետյանը զեկուցել է, որ քեզ մոտ որոշակի առաջընթաց կա Սիմոնյանի սպանության եւ ադամանդների գործում։ Դա այդպես է։ Այո, պարոն նախարար, որոշակի առաջընթաց կա։ Եվ որքան ժամանակ է քեզ անհրաժեշտ մանրամասն տվյալներով ներկայացնես կատարվածը, զեկուցես եւ առաջարկներ ներկայացնես։ 2 օր, պարոն նախարար։ Լավ։ 2 օրից թող բոլոր տեղեկությունները ինձ մոտ լինեն։ Իսկ հիմա գնա եւ անցի աշխատանքի։ Ինչպես դու կարողանում ես, ինչի համար քեզ գնահատում են։ Եվ ամենակարևորը, հիշիր, ժամանակները չեն ընտրում։ Նրանցում ծնվում են, ապրում ու մեռնում։ Գնա Գոր։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Հոպար, որը սարը պլանից թունդա։ Այդ խվարդկես։ Մինչև հիմա չհասկացար, որ սիգարը ուղլապ չեն տալիս։ Այդ տղա, դեպուտատ էլ դարար, աշխարհի կեսն էլ մանեկար, հողից էլ ոնց որ թե չես նեղվում, բայց նույն անգրագետ գեղցին ես մնացել։ Գոնե, գիտես, գեղցու ու գյուղացու տարբերությունը։ Հոպար, դու էլ սկսեցիր այս քաղաքի պրիկոլները։ Լավ, դու քաղաքացի ես է գեղացի։ Իմիջիալոց ասեմ, որ տղուս ուղարկում Սոնբոնդ սովորելու։ Ուր ես ուղարկելու։ Սորբոնդ։ Դու լսի, նախ Սորբոնդ չի, Սորբոնա, հետո գիտես այդ որտեղ է։ Ինչքան հիշում եմ, Սմբուլը տարաճանաչել չի եղել։ Դպրոց չի գնացել, գոնե ես գիտեմ։ Ատեստատը փողով չես արել այդ տղա, հա՞։ Էդի քո համար Հայաստան չի, է։ Ընդ պետք է սովորի տղետ։ Լավ, Հոպար ջան, դու ինձ լրիվ ուղղացի տեղ դրիր։ Սորբոնդը որտե է, Անգլիայում է, ուր է։ Հոպար ջան, սովորելը ինձ խնդիր չի։ Ամիսը 30 հատ է, $50,000 է։ Տալիս ես, երեխեդ սովորում, հա։ Փողը տենց տեղ չկա, որ հարց չլուծի, ցավը տանեմ։ Լավ, այդ քո պրոբլեմներն են։ Հիմա ինձ ասա ինչի ես եկել ու ինչ հարց պիտի քննարկենք։ Հոպար ջան, դու ես վերջին արեժատները տեսար, լավրենտ հետ կապված։ Ես որ գյոզա լոբեկտը ձեռից ես տարան։ Վարդկես, մարդ միշտ իր սխալների համար պատասխան է տալի։ Դու սխալը թույլ տվեցիր, դրա համար էլ քեզ պատժեցին։ Չէ, Հոպար ջան, չէ։ Դու սխալվում ես, ցավը տանեմ։ Ինձի Ռուդոյի Միշոյի համար չպատժեցին։ Հենց քո պատճառով, Հոպար, պատժեցին, քո։ Իմ պատճառով։ Ահո։ Էդ ոնց։ Գիտես իսկական պատճառը որն է, Հոպար ջան։ Հեն որ դեղի դու չհամաձայնվար։ Յանք էլ այդտենց ինձի գրուզի տարեցին, հա։ Էդ ով է քեզ տենց բան ասել։ Վաո։ Հիմա անուններ չտամ, Հոպար ջան, բայց ով որ ինձ ասել է, 100% տոշնի ասե։
Ուզում ես ասես Լավրենտը խաղում է իմ հետ։ Ուզում եմ ասեմ, էլ չեմ կարող ես ուգավորի վատ անեմ, որ այդ դեղը մեր մաշնեքով բերենք։ Դրա համար իմ փայը տարան, որ քեզի հասկացնեն, բայց այս թեման հələ փակված չի։ Միշո, լագնոսները թանի, ստեղ արև չկա, որ աչքերը ծակի։ Էդ ինչ ալ է աչքիդ տակ, կարող է կռավատից ես ընկել։ Լավ էլի Լավրեն ջան, ոնց որ վերքի սրաղը լսնես։ Այս վիճակս հələ քիչա այն քլաբի ծախսն հələ վրես։ Այդ աննասունը քլաբի կեսը ջարդու փշուրար է։ Էդ ում մասին ես խոսում, ով է քեզ բեսպրիդելով նեղացրել։ Այն մուսորը ով, գոռա ինչա։ Այն մենթը սաղ կլուբը ավիրեց։ Ախրանիկներով, բանով, սաղին ջարդու փշուրար է։ Այս աշկերիցս բացի ես կողս է ոնց որ ջարդվել է, չեմ կարող խորշուր քաշեմ։ Քանի հոգով էր այդ գոռը։ Երևի մի 20 հոգով, չէ։ Ավտոմատներով, բանով, սպեցնազով, հա Միշո։ Լավ էլի Քերոբ ջան, արդեն ասել եմ։ Մենակ ով եկավ մտավ սաղ ջարդու փշուրար, իսկ չհասկացանք ինչ եղավ։ Վաղը, սրանք քանի հոգով են եղել։ Այն Սիդո էր, ինչ էր, այն ախրանի պետը, ուր էր։ Սիդո այդ պրոբլեմ կա ցավտանում։ Սրանք մի 7-8 հոգով են եղել։ Հալալ այդ տղուն, մենակով սաղիտ ջարդել է, զենք եղել է մոտը։ Չէ, ոչի բան չկար, ձեռով էր կռվում։ Թո չէ լավո ջան, կլուբը միշտ ձեռի տակ ընկել է դրանով։ Պրոստո պիս պալապաս տղա է։ Սիդոին էլ է էտի կոյքի վրա ղրգե։ Բա ասում ես էտի այնտեղ չի եղել։ Չէ, Սիդոյի կլուբում չի եղել։ Սիդոին ուրիշ տեղ է, չոքսրի գյուլը։ Ոնց գյուլել է։ Էդ էլ ուրիշ բազար է։ Էդ ինչ պրիդիավկա է։ Ոչ մի պես պրիձել էլ չկա։ Պրոստը այն է, որ որոշ մարդիկ քթները ուր ասես խոթում են, պես պրիձել են սարքում։ Ու հետո որ ապարոտկա են ստանում, գալիս են մոտդ սկսում են նվնվալ։ Չջոգեցի։ Էդ ինչ պրիդիավկ եք ես անում։ Էդում ես բեսպրիձել չիկ ասում։ Ու դու вообще ջոգում ես, ըս վերջերս շատ ես վազնիկ ատելնում։ Թե մտածում ես սպրոս անող չի լինելու։ Պատրաստվում ես ասասների համար աչոտ տաս։ Չլինի դու ես սպրոսանելու, ու քեզ պիտի աչոտ տան։ Ռամսերը չես խառնում, լսվտա ինձ աչոտ դուր։ Ես քեզ դաբրո տվել եմ, որ դբրոցներում դեղ ցրեք։ Իշքան հիշում եմ, հակառակը զապրետ եմ դրել։ Այդ ոնց եղավ, որ դբրոցներում սկսեց դեղ ցրվել։ Երեխեք ընկան հիվանդանոց, մենթերը ակտիվացան, ստիպված եղաք մի վաղտ այդ գործը թարք տանք։ Հա Միշո, սխալ եմ հիշում։ Չէ, լավո ջան, այդ բարձեն արդեն ռասխոդ էր եղել, բրծել էր։ Հետո է դիլերները թարգեցին դբրոցում ցրեն։ Լավո ջան, բայց ով ասես, որ երեխեքը դեղը դբրոցից են առել։ Կարող է լրիվ ուրիշ տեղից են առել։ Ու вообще կարող է դի մերը չի։ Բայց քաղաքում մենակ մենք չենք։ Շատ էլ որ Ռուդոն պրիդիավկա է անում։ Լետի դակազատ անել է պետք։ Վաղոտ ու Վասմիրիտ մի եղի, ես տակազատ անող եմ։ Յոշ էդ սաղ ճշտել է։ Այդ Միշոյի դիլերներից են երեխեքը պրիամոյի դեղը առը։ Անենց որ, պալյուբոմը պտի աչոտ տվծվի, թե ով ու ինչի համար է Քերոբի խոսքից անց է։ Վարդկես, քեզ չի թվում, որ դու իմ տատը չես, ես էլ քո թոռը չեմ։ Էդ ինչ հեքիաթներ ես պատմում այդ տղա։ Պրոստը ուզում եմ հասկանամ մտքինդ ինչ է։ Հոպար, արի դու ինձի լսի, որոշումդ փոխի, այդ դեղի գործը սկսենք։
բեսամ թվեր կառնենք մեջը։ Խի ուրիշը առնի։ Վարդկես։ Դու ինձ այսքան տարի գիտես։ Չհասկացար, որ ես կրիմինալով չեմ զբաղվում։ Ու իմ որոշումներից երբեք հետ չեմ կանգնում։ Դե որ չէ։ Ուրեմն արին հենց անենք, որ այսին վնասները երկուսով կիսվենք։ Լրիվին վրա թո չմնա, որովհետև դրա մեղավորության կեսն էլ քոնն է։ Իմ 50-ը տարան, քո 50-ը լարի կիսվենք երկուսից մեջ։ Այդ ճիշտ է կլի հոպար ջան։ Թե չէ մի տեսակ ճշտով չէ էլի հոպար։ Այդ լուծը մնաք իմ վզին թողեն։ Ահա։ Այ թե ուր ես տանում։ Հա, ես քեզ ուզում էի հասկանայի մինչև վերջ, էլի, այ կիսագրագետ։ Տոնչի կիսագրագետ, այ անգրագետ, դու լավ էլ դուրս պրծուկ ես։ Ես վաղուց գիտեի այդ ամեն ինչի մասին, ուղղակի ուզում էի հասկանայի քո ստորության սահմանը որտեղ է պրծնում։ Դու մոռացար, որ ես ներկա էի քերոփի հետ խոսակցությանը։ Այդ մարդը պարզ ասեց, որ իմ հետ գործ չունենաս։ Հետո սխալներդ սաղ դրեցին դեմդ։ Հիմի եկել էստեղ քանդրբազություն ես անում։ Թե գիտես սատկած առյուծին էշնել կարակ հացի տա։ Դե ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Մի շաբաթ, լսում ես ինչ եմ ասում, մի շաբաթ քեզ ժամանակ։ Գնում ես հաշվարկ ես անում, ինչ ես անում, ու քո փայաբաժինը էս մեր ընդհանուր բիզնեսից ինձ տեղեկացնում ես։ Ես էլ աուդիտ եմ անում, ու այդ X գումարը էս բիզնեսից տալիս եմ քեզ, դրանից հետո քեզ չեմ տենում, ընդհանրապես, ոչ էլ ուզում անունդ լսեմ, հասկացար ինչ եմ ասում, ու եթե դրանից հետո սկսես կապիկություն անել, էս սիգարետի մոխիրը գիտես, սենց կբռնեմ, ու թապ կտամ մոխրամանի մեջ քեզ։ Լավ հոպար։ Փաստորեն դու տենց ուզացիր, որը տենց է, էդի քո որոշումն է։ Ուրեմն դու գործ կունենաս Լավրենտի հետ։ Մի անհանգստացի իմ ու Լավրենտի փոխհարաբերությունների համար։ Ես իմ ասածը ասեցի քեզ։ Գնա ու որոշումդ կայացրու։ Եղավ, կապրենք ու կտենանք, մնացածը ոնց կլի։ Հաջողություն, հոպար։ Մարդադարել ընկելա մարդա մեջ։ Ստոր։ Բա որ Միշայի ձիլերն է, ինձանից ինչ սպրոս։ Հեսա Միշոն նստած է, ինքն էլ թող աչոտ տա։ Ոնց ախպեր, ես աչոտ տամ, խի, դու չէիր ասում, որ քերոպի Դաբրոյով է։ Լավո ջան, այսքան վաղ եղել է, որ ես քո խոսքից ապխադի տնեմ։ Ինձ վաղոն ասել է, որ քո Դաբրոյով է, հենա երեսին եմ ասում։ Հա, վաղո, ինչ կասես։ Շատ մարդ շատ բան կար ասի։ Տակազատը ուր է, ով է լսե։ Հիմա Միշոն է, վախից արելա տակը։ Ինչ ասես կարա հորինի։ Ստեղ իմ խոսքը իրա խոսքի դեմ է։ Թող մի հատ դիլեր ասի, որ իմ բենից այտենց բան է լսե։ Լավ կռուտի տես անում։ Մեկը հիմա պիտի աչոտ տաս։ Սիդոին խեն խփել։ Լավո ջան, ցավը տանեմ։ Ստե մի հատ մարդ կա, ավտորիտետի խնդրանքով դիմեց։
Տեսել ասի բաժշկան եմ էլի։ Չեմ ջոգում, արա, ինչ ես լեզուդ բերանիդ մեջ ծամծամում։ Ինչ որ ավտարից էտնի մարդ, մենք, ով է այդ ավտարից էտնի մարդը։ Ինչ է խնդրե որ օգնես։ Այդ մենք ով ենք, որ որոշել ենք։ Ռուդո, Միշո, դուք կուրսի եք։ Չէ, ես կուրսի չեմ։ Չէ, մենք ոչ մի բանից է խաբար չենք։ Քերոբ ջան, կլինի առանձին ասեմ ես քեզ այդ մոմենտը։ Չհասկացա, վաղո, այս աղբերությունից բան ես պահում։ Թե նամիկա տեսանը, որ մեր մեջ կռիվ գցես։ Այս արդեն լրիվ ռամսերդ խառնիր։ Լավո ջան, սենց չի լինի, սրանից պետք է սպրոս արվի։ Թե չէ սաղի սպաստավ կայ անում։ Ես Ռուդոյի հետ համաձայն եմ, ինչ նամիկատներ ես անում, վաղո։ Մեր մեջ գործ տվող կա։ Վաղո, մենք սպասում ենք, այ հիմա մենք ենք։ Քերոբ ջան, Վարդգեզն է ապրաշատեղը։ Ընդեղ էլ իր ախրանիկներից մեկը կուրսի է, որ էդի գործ տվող է։ Ես էլ Սիդոյին ուղարկեցի, որ այդ հարցը ուլադի տանի։ Են էլ թարսի նման են գորն էր ընդե, տիսով կանում։ Ոչմ Սիդոն ընդե խփում է, այդ գորն էլ ընդե կրակում է Սիդոյի վրա։ Սիդոն թռնում է, Սիդոյին չի կարող բռնի։ Սիդոն էլ վիրավորվում է։ Լուրջ վնասված կա, որտեղ է հիմա։ Դե այնս ոչմ էլի, ծանրոտ է, մի հատ այնս ծանոթ բժիշկ կա։ Տարել եմ գյուլեն հանել է, ուժում է։ Լավ, բա գորի ախպոր մոմենտով ինչ կասես։ Այդ ինչ ղասաբներ ես ղրգե։ Ես քեզ ինչ էի ասել, ընդամենը վնուշատ անեն, չէ։ Մեդ ոնց են այդ տղուն տփե։ Բա դու էլ ինչ էիր սպասում, որ ախպերը գար ու ձեր ձեռը պաչեր, որ ասել լավ եք արել, որ ախպորս ծեծել եք։ Ես չեմ ջոգում, վաղո, այս ինչ խաղեր ես տալիս։ Ու դու ուզում ես, որ ես քեզանից սպրոս չանեմ։ Վարդգեզը փաստորեն քո համար ավտորիտետնի մարդ է, հա։ Իմ զապրետը քո համար ասնավանի չի։ Գորի ախպոր հարցով խոսքս ապխադիտ ես անում։ Գնում ես ու քո ուզած ես անում, թե քերոպի խոսքը քո համար ասնավանի չի։ Լրիվ ռամսերդ խառնել ես, արա։ Թե կարող է բանափոխվել, ես կուրսի չեմ։ Թե կարող է շատ ես նվերներ ստանում, կենաց են խմում, դու ուժե օթերով ես էթում։ Այդ Վարդգեզից ես կալոնք են նվեր ստացել։ Քերոբ ջան, ցավոտ տանեմ, խնդրում եմ էլի մի րոպե ինձ լսի էլի։ Կլսեմ, վաղո ջան, կլսեմ, բա քեզ խեմ կանչեմ, որ մենք սպորոս անենք, դու աչոտ տաս, հասկանալ է պետք, մեր ախպերը կիքս արել, թե պրոստը նենց ստացվել է։ Արա խոսա, ինչ ես լալ կվել։ Լավո ջան, ցավոտ տանեմ։ Ընդունում եմ, կիքս եմ տվել։ Ապրավդաններ չունեմ։ Բայց հավատացեք ախպերություն։ Երդվում եմ սրբերով, ոչ մեկից չեմ ուզեցել աբիժատանեմ։ Քո մասին էլ չեմ ասում, Քերոբ ջան, ցավոտ տանեմ։ Այդ կալոնկեն էլ Վարդգեզը խոսք է տվել հələ։ Բա որ իմ ելներ ցավոտ տանեմ, ոնց կարա ես ապշագին փայ չանեի։ Լավո ջան, ես սրան չեմ հավատում։ Չոտկի կրուցի տանում ախպեր։ Եթե ուզում ես իմ կարծիքն իմանաս, պետք է նակազատ անենք։ Քերոբ ջան, բայց դե ամեն դեպքում վաղոն մեր ախպերն է։ Սաղն է կարանքի կստան։ Դե նակազատն էլ քո իրավունքն է, ես այտենց եմ ջոգում։ Այն հարիֆը, որ խոսքա տվե, որ պետք է տա վաղոին, թո վաղոն է ստանա։ Ու ոչ թե կալոնքից մի մայսը, այլ թո կալոնքեն օբշակին նվեր տա։ Էդը կլինի վաղոյի նակազատը։ Լսեցիր վաղո, ինչ ասեց Միշոն, կանես։ Մնացածի վերով էլ հետո կասեմ։ Ինչ, կարծում ես տեղդ եմ գրավել, արի, շատ հանգստացար։ Ոնց ես։ Ապրես սոչ կոտրվեցիր։
Բաղորացնայի տաշած քարը գեդին չի մնա։ Գնդապետ, այդ ինչ սուրպրիզներ ես անում։ Բաղորասը ել ինչ սուրպրիզ։ Դե լավ, ես բարձրանամ իմ մոտ։ Սաղ վարչությունը կաթվածահարա։ Քեզ են սպասում։ Համենակ քրեականը չի, ինչքան ծառայություն կա ելել են ոտի։ Այ տղա, նախանձ առաջանում մոտս։ Էս սաղ քեզ տենց սիրում են, հա։ Լավ, Մելքոյան, քեզ է պակաս չեն սիրում։ Լավ։ Հա, այսօրվանից ես աշխատելու, թե ստեղ էլ հանգստանաս։ Դո չէ, հո դեգրետ չեմ գնացի, այ Մելքոյան ջան։ Հիմա տղաներին կկանչեմ բոլորին։ Մի հատ կզրուցեմ իրանց հետ ու անմիջապես կանցնեմ աշխատանքի։ Դե լավ, ես բարձրանամ վերև իմ մոտ, հետո կգաս կքննարկենք։ Վարդանյան ջան, մեռանք սպասելով, կարելի է։ Եկեք։ Երեխեք ջան, արեք, շուշու։ Շնորհավորում եմ։ Ոնց եք տղաներ։ Մի հատ շուշու, բացի, լցրեք։ Այս շամպանսկի եք բերե։ Հա, բա սենց լավ առիթը չշնորհավորենք մի հատ գույս ջան։ Այ։ Լցրա։ Դե, շնորհավորում եմ։ Շնորհավորում ենք, պարոն։ Շնորհավորում։ Շատ ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ նորից։ Դե, միշտ իրար հետ։ Ուրախ ենք, որ նորից միասին ենք աշխատել։ Դա։ Ալո։ Վարդանյան ջան, դե մենք դուս ենք գալիս, երեխեք ջան, արա, գարեք գնացի։ Привет. Привет. Знаешь, сегодня весь день ты не выходишь у меня из головы. Все никак не могу забыть ночь, которую мы провели вместе. Мне очень приятно это слышать. А ты бы хотел увидеть меня еще раз? Да, конечно. Когда мы встретимся? У меня для тебя сюрприз. Да, я люблю сюрпризы. Тогда увидимся вечером, милый. Уже не могу дождаться. Ну, увидимся. Վայ, ուր է իր այ բալա, կես մատ դարա ախր է, ուզում ես, որ ես շիտ մերնեմ։ Բարև ձեզ։ Սովա, տաճան դու ով ես։ Պապի ջան, ես Մանեի ղեկավարն եմ։ Մանեն այդ գործարանում, որ աշխատում է, ես տեղի արտադրության պետն եմ։ Ամել այն ոստիկան գորի ախպերն եմ։ Ինչ ոստիկան, ինչ։ Պապի չես հիշում, Գոր Վարդանյանը, որ ինձ ֆրկեց, ինքն Դավիթն է, իր ախպերը։ Այ, ես քու ցավատան եմ։ Դու գիտես, մենք գորին ինչով ենք պարտական, տղա ջան։ Կյանքով ենք պարտական, կյանքով։ Այդե, դե արի նստի։ Մանե ջան, լավ է, պապի ջան, պրոստը ուշ էր ժամը, դրա համար ասացի ես բերեմ, Մանեին հանձնեմ քեզ։ Բա այտենց չեղավ ախր։ Չէ, ցավական։ Ախր սենց ոտի վրա գաս ու նորից գնաս, այդ սազական չի է տղա ջան ախր։ Մանե։ Դու արխային պապի ջան, էլի առիթ կլինի, ես առաջի վերջի անգամը չի։ Էլի կլինի, որ ուշ կվերջացնի գործը կգամ, այդ ժամանակ կնստենք։ Նարդի խաղալ գիտես։ Ո՞չ չգիտեմ, ատա, այդպես բան ես ասում որ։ Այդ է, մի հատ է նարդիկ խաղալ։ Դե գորին շատ բարևներ արա ու ասա որ ես շատ շնորհակալ եմ իրենից, շատ։ Եղավ պապի ջան, անպայման։ Դες գնացի, ճուշանաս առավոտ։ Դե լավ մնացեք, մի եկեք, ես կգնամ։ Այ քտունես ինձ։ Հետո
Ուշացար ասնեմ, այ մարդ ինչ եղավ, էլի մի պատմության մեջ չընկնես, մի բան չլինի ախր, շատ եմ հանգիստ եղի, դավոյ հետ էի։ Լավ, արդեն հանգիստ։ Добрый вечер. Садись. Вагоджан, у тебя есть дело ко мне? Да, дело есть. Смотри. Дом. Клиент. И там адрес. Понятно. Авария? Нет. Несчастный случай. Хорошо. Надо подумать. Клиента Ова. Возьми это ключи дома. Когда нужно? Не забудь, что у тебя дело есть. Незаконченное. У тебя есть 2 дня. Я поняла. Иди. Հորա bez մարսրան խփի, հապսոսել է աղբերը։